Պարոն Հարությունյան, ներկայացրիք գործի քննությունը բարույթը կարճելու կամ առանց քննության թողնելու միջնորդություն, ինչ հիմնավորումներ եք մի քանի բառով, կարճ, ամփոփ։ Տեսեք, հետևյալ իրավիճակն է, ըստ էության հիմա արդեն կարող ենք հաստատապես ասել, որ նախարարության միջնորդության համաձայն Դավիթ Հարությունյանին է վերագրվում համապատասխանաբար դատարանի անկախությունը կամ դատական ակտի օրինականությունը կասկածի տակ առնելուն վերաբերող կարգապահական կանոնների խախտում, որը մասնավորապես արտահայտվել է վերջինիս կողմից իր խոսքի ազատության իրավունքը իրացնելով։ Այս մասով համապատասխան հիմնավորումներն է ներկայացվել, մասնավորապես Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունված ուղենիշային կարծիքները, դրանցում արտացոլված մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաև Վարչական դատական խորհրդի կողմից կայացված որոշումը, որով կարևորվել են եւ ԵԴԽԽ հիշատակված կարծիքները եւ մի այդ որոշումները, եւ այս ամենի լույսի ներքո, այս ամենով պայմանավորված ներկայացվել է համապատասխան միջնորդություն այդ կարծիքների հենքով, նկատի ունենալով, որ այդ կարծիքներից մասնավորապես մեկը կոնկրետ իրավունք է վերապահում դատավորներին ոչ միայն խոսքի ազատության, այլ նաև խոսքի ազատության հստակ սահման է ընդլայնում, մասնավորապես նշելով, որ դատավորները ազատ են խոսելու իրենց կամ իրենց գործընկերների, այլ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների մասին ու այս միջնորդության շրջանակներում ըստ էության առանց վիճարկելու նախարարության ինտերպրետացիան մեկնաբանությունը Դավիթ Հարությունյանի խոսքի, այսինքն ելնելով հենց տրված մեկնաբանությունից, նշել ենք, որ եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ մեկնաբանությունը հենց այդպիսին է, խոսքը ունեցել է հենց այդպիսի նշանակություն, ապա անգամ այդ պայմաններում կարգապահական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող, որովհետև նույն ԵԴԽԽ եւ նույն մի այդ կարծիքներով դիրքորոշումներով արդեն բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ կարգապահական վարույթները ըստ էության քննադատման ենթակա գործընթացներ են եւ դատավորները որևէ կաշկանդվածություն այդ մասով ունենալ չեն կարող եւ այդպիսի իրավունք իրենց կողմից իրացվելու պարագայում նրանց նկատմամբ կարգապահական հետապնդում ըստ էության չպետք է նախաձեռնվի եւ իրականացվի։ Նախարարության ներկայացուցիչները կարծես թե ասում են, որ փաստական հանգամանքների տարբերություն կա այս մասով։ Եվրոպական դատարանի նախադեպերի մասին էր խոսքը, նրանք նշում էին, որ փաստարկները, փաստակազմը այդ գործերով այլ է եղել, մինչդեռ մենք չենք նույնացրել մեր միջնորդությունով փաստակազմը, մենք չենք ասել, որ խոսքը բացառապես նույն հանգամանքների մասին է գնում, նույն հանգամանքների մասին է խոսքը, այլ մենք նշել ենք, որ համապատասխանաբար կարևորվել է խոսքի ազատության, խոսքի ազատության իրավունքը ու դրա սահմանները, այդ եվրոպական դատարանի որոշումները փաստակազմից զատ անդրադարձել են այս իրավունքին ու հստակեցրել են այդ իրավունքի սահմանները դատավորների համար։